Խոսենք խոլեստերին իջեցնող դեղերից, դրանք որ ժամին պետք է խմել, կա հստակ ցուցում եւ որքանով են դրանք ազդում խոլեստերինի թվերի վրա։ Այո, ճիշտ նշեցիք, կարևոր է խոլեստերինի դեղորայքի ընտրությունը, սա հիմնականում նեղ մասնագետներն են ընտրում, որ պրեպարատն է անհրաժեշտ պացիենտին, եւ կան դեպքեր, երբ որ բուժառուները ինքնուրույն վերցնում են դեղորայք են խմում, սա սխալ է կոպիտ, որովհետեւ մենք հաշվի ենք առնում երիկամների ֆունկցիայի վիճակը, լյարդի ֆունկցիայի վիճակը, արյան մեջ խոլեստերինի բարձր կամ ցածր ցուցանիշները եւ ըստ դրա է ընտրվում նշված դեղորայքի, որոնք կոչվում են ստատիններ, այսինքն խոլեստերին իջեցնող պրեպարատներ, ինտենսիվությունը, այսինքն ինչքան է մեզ պետք, քանի տոկոս է պետք իջեցնել այդ վատ տեսակի խոլեստերինը արյան մեջ։ Դուք ճիշտ նշեցիք, երեկոյան թե օրվա որ ժամերին ընդունել դեղորայքը, սովորաբար նոր սերնդի ստատինները դրանք հիմնականում ունեն երկարատև ազդեցություն եւ այս պարագային այդքան էլ հստակ կարեւոր չէ օրվա ժամը, հա, որովհետեւ իրենք 24 ժամ օրգանիզմում իրենց գործառույթը կատարում են։ Հնում կային հին սերնդի ստատինների պարագային ազդեցությունը կարճ էր։ Դրա համար մենք խմում էինք նշանակում էինք երեկոյան բուժառուներին, որովհետև գիշերային ժամերին է խոլեստերինի նյութափոխանակությունը ակտիվանում, լյարդում, քայքայումը ակտիվանում, որպեսզի օգնի այս երևույթներին։ Իսկ այս դեղերը խոլեստերինի թվերի վրա ազդեցություն ունեն։ Իհարկե, մենք ընտրում ենք ստատինների այն դեղաչափը, որին մենք ուզում ենք հասնել խոլեստերինի թվից կախված։ Եվ շատ հաճախ դեպքերում, եթե ճիշտ է ընտրվում դեղորայքը, մինչև 60-70% կարող ենք իջեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ինչն ամ սրանք խաթարում են լյարդում խոլեստերինի սինթեզը, հետևաբար, երբ որ լյարդում խոլեստերինի սինթեզը խաթարվում է, լյարդին անհրաժեշտ է այդ նյութը, որպեսզի ինքը նորից սինթեզի եւ վերցնում է արյան մեջից վատ տեսակի խոլեստերինը եւ սկսում է իջացնել նրա մակարդակը։ Ստատինները ինչպես նաեւ իջացնում են տրիգլիցերիդների մակարդակը, որը որ եւս ճարպեր են եւ չեն զիջում իրենց տեղը վնասակար ազդեցությունով։